1000 քաղաքացիներ գնացել են եւ հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմությունը եւ սա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է դա ընտրություններում արտահայտված թիվը չի դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է որովհետեւ այդ թիվը արտահայտվել է ընտրակաշառքի բերումով ընտրակաշառքների բերումով եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը իրեն պաշտպանելու լծակներ գտնի դա լրտեսական ցանց է որը աշխատել է ընդ որում դե ֆակտո եւ դե յուրե լրտեսական ցանց է եւ այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի դրանց պետք է անել արմատախիլ շատ կոնկրետ ձևերով հակառակ դեպքում այո նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու պատերազմը վերստեղծելու համար մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի։ Կարճ ասած, էլի հարց է սա։ Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու են, թե չեն շարունակելու։ Իրանք այն ուժը, որը գալիս ասում է նախընտրական շրջանում ասում է մենք 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության հարևաններին պատերազմը հայտարարել արդեն։ Հարևաններին պատերազմը հայտարարել։ Ընդ որում անորոշ հարևանների անորոշ պատերազմ, այսինքն տեղի ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն դուք այսինքն համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշառքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ։ Ու ասենք Հայաստանի որևէ մեկ ուզում է չքմեղանա։ Բերեն օտարերկա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ազգային ժողովի գաղտնի բաները, արձանագրությունները փողով դուրս է տալիս։ Եվ որևէ մեկը պետքա չքմեղանա։ Սա ընտրություն չի, սա երեխաների, ոչ, սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է, և երեխաների ապագային սպառնացող, ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն, Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելարուսամետ օլիգարխ, պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։